Եկեք պատրաստենք կաղամբով կարկանդակներ և քայլ առ քայլ ընթացքը ձեզ ցույց տամ։ Հարգելիներս, կարագը հալացրեցինք գոլ կաթի մեջ և ավելացնում ենք 1 թեյ գդալ շաքարավազ, 1 թեյ գդալ աղ, թթխմոր, այսպես խառնում եմ, թողնում եմ մի քիչ թթխմորը իր գործը անի, քիչ և այսպես 1 հատ ձու եմ ավելացնում և քիչ-քիչ ալյուր եմ մաղում, ալյուրը մաղում, շաղախում նորից, այսպես նորից մաղում, ալյուրը պիտի աստիճանաբար ավելացնել, այսպես մաղելով, որպեսզի նուրբ խմոր ստացվի և հեշտ լինի խմորի հետ աշխատելը։ Խմորը արդեն հասունացել է։ Ահա ծակոտիները տեսնում եք, բայց ես մի քանի անգամ պիտի նորից շաղախեմ, նորից ինքը հասունանա, բարձրանա, նորից գնդեմ, որ շատ փափուկ խմոր ստացվի։ Նորից ցելոֆանով ծածկեցի և թողնում եմ կրկին հասունանա խմորս։ Եվ այսպես տեսնում եք, խմորը արդեն կրկին հասունացել է, իրանք ես մի քանի անգամ շաղախել եմ և արդեն ժամանակն է սեղանին ալյուր լցնեմ և գնդեր, փոքրիկ գնդիկներ ձևավորեմ։ Ծակոտիները տեսնում եք, ինչ լավ հասունացել է խմորը։ Եվ ահա խմորից գնդեր ստացա, այս գնդերն էլ մի 5-ից 10 րոպե կմնան, կհանգստանան և արդեն միջուկը կլցոնեմ։ Եվ այսպես խմորը լցոնելու ենք։ Մի փոքր ես պանիր եմ ավելացնում, հիմնականը կաղամբն է, կաղամբի միջուկով են լինելու իմ պերաշկիները։ Ահա կաղամբը, մի տեսակ մանկությունս հիշեցի, սիրտս ուզեց կաղամբով պերաշկիները, իդեպ ասեմ տատիկս էր սարքում կաղամբով պերաշկիներ ու շատ համով էր ստացվում։ Ուղղակի ես իմպրովիզ արեցի, պանիր եմ ավելացնում, պանիրն էլ արտակարգ համ է տալիս։ Ահա վրան մի փոքր էլ կրկին քերած պանիր եմ ավելացնում, իդեպ պանիրս կանաչիներով պանիր է։ Կաղամբի միջուկն էլ սեպարած եմ արել, կաղամբն մանր քերած կտրտած, քերած գազար, աղ և կարմիր և սև պղպեղներ։ Թեթև շոգեխաշ եմ արել կարագով և այսպես համով միջուկ է ստացվել։ Եվ այսպիսով կրկին կթողեմ վերջին անգամ ինքը հասունանա, և որ տեսնեմ արդեն հասունացել է, երևակայում մի 15-20 րոպե։ Արդեն ձվի դեղնուց կքսեմ և կգնամ ջեռոց կեֆելու։ Եվ քանի որ 2 գունդ էլ ավելացավ ու էլ ժառով մյուս մեջտեղ չկար, որոշեցի լավաշ պատրաստեմ։ Այսպես թավայի մեջ և տեսեք արդեն պղպջակները բարձրանում են։
Անգամ այսպիսի փոքրիկ գնդիկներով կարելի է մինի պիցաներ պատրաստել։ Լավաշից բացի։ Ահա, տեսեք ոնց է ուռում։ Տնական հացի համը ուրիշ է։ Ու կարևորը, որ խմորի հետ դու ճիշտ աշխատես, թողես խմորը շատ լավ հասունանա և արդեն շատ ընտիր հացա ստացվում, լավաշա ստացվում, պերաշկի ստացվում, լամաճուկ արագ սարքեք, նման այսպիսի փոքրիկ լավաշիկներով շատ համեղ դուրումներ կարա լինի, կանաչեղենով, պանրով, ձվով։ Շատ դեպքերում, երբ որ ժամանակ եմ ունենում, լամաճուկ պատրաստելուց հենց այս խմորով եմ պատրաստում և արդեն դուխովկայի մեջ։ Իսկ երբ որ ժամանակ չկա, արդեն խանութին եմ գնում և այդպես։ Ահա տեսնում եք ոնց է բարձրացել խմորը։ Պղպճակները, փուչիկները նայում եք։ Ջորջորոցվել է։ Տեսնում եք ինչ ջորջորան լավաշը խրթխրթան։ Ահա, սա էլ երկրորդ լավաշը, երկու ավելացած գնդերով, երկու լավաշ ստացա։ Ահա, հարուստ նախաճաշ ստացվեց։ Մեկ կտոր լավաշ և այսպիսի համեղ բուտերբրոդ եղավ։ Եվ այսպես մեր լավաշից շատ համեղ բուտերբրոդ ստացանք։ Դիչինա, տոմատ, հորած պանիր, և այսպիսով հարուստ նախաճաշ ստացվեց։ Մեկ լավաշը բավական է ստանալու համար։ Ահա, մի փոքր էլ թթուկ աղամբոբի լցրեցի։ Կարկանդակներս արդեն հասունացել են, թվի դեղնուց սկսեցի, քունջուտի և կտավատի սերմեր լցրեցի կեսի վրա, իսկ կեսի վրա ոչ մի բան էլ չեմ լցրել և այսպես իրանք արդեն պատրաստ են ջեռոցում եփվելու համար։ Հա, իդեպ իրանց կարելի է նաև արևածաղիկի բուսայուղի մեջ, դիթայուղի մեջ կրկին տապակել և համեղ պերաշկիներ կստացվեն։ Եվ որպես համեղ տնական և թարմ նախաճաշ կարող եք նման բուտերբրոդներ պատրաստել և ձեր երեխաների հետ դնեք դպրոց տանեն, այնտեղ նախաճաշեն։ Ահա ջեռոցում թխվեցին մեր համեղ սիրուն շողշողուն կարկանդակները։ Եվ արդեն կարելի է համտեսել։ Շատ անուշ են բուրում, շատ համեղ են, փափուկ, նուրբ, տնականը ուրիշ է։ Դուք էլ պատրաստեք և թող ձեր հարազատները գնահատեն ձեր աշխատանքը։
ասեմ, որ այս կարկանդակներից էլ կարակ ձեր երեխաների հետ որպես նախաճաշ դպրոց վարվեք, տնական, մաքուր, անարատ սնունդը և կարող եք լցոնել տարբեր միջուկներով։ Այս խմորը շատ ընտիր խմոր է, կարող եք կարտոֆիլով, մսով, սնկով, հավի մսով, տարբեր զանազան միջուկներով լցոնեք և տեսնում եք ինչ ընտիր կարկանդակներ են։ Ահա, ուղղակի բերանի մեջ հալվում է, համի մասին խոսք չկա։ Եվ որպեսզի քունջուտն ու կտավատի սերմերը չթափվեն եփելուց հետո, ես երբ որ ձվի դեղնուցը քսում եմ, իրանց ցանում եմ կարկանդակների վրա, հետո վրայից մեկ անգամ էլ եմ ձվի դեղնուց քսում։ Դրա համար իրանք նայեք ինչ սիրուն կպած են, ուտելուց էլ լավ խրխրթում են, ավելի համային առումով հարստացնում կերակուրում։